Արդյոք մեր աղոթքները, մեր դեռ ապրողներիս աղոթքները մեր հանգուցյալների համար հաց չեն։ Նաև, դա մեր սիրո դրսևորումն է։ Իհարկե մեզ շատ են մեղադրում, հատկապես աղանդավորները, որ ինչի եք աղոթում ննջեցյալների համար, հիմա որ աղոթեցիք իրանք կփրկվեն, իրականում մենք աղոթում ենք, որտեղ մենք իրանք սիրում ենք։ Ընդամենը դա է։ Մենք չենք ասում, որ ես աղոթեցի իմ ննջեցյալ հարազատի համար, Աստված իր բոլոր մեղքերը միանգամից իմ աղոթքի շնորհիվ կների։ Գուցեև ների։ Մենք դրան հավատում ենք, Աստծո ողորմածությանը մենք հավատում ենք, բայց ես աղոթում եմ առաջին հերթին, որտեղ ես սիրում եմ իրեն։ Եվ եթե մարդը ֆիզիկապես ինձ հետ չէ, միևնույն է ինքը շարունակում է լինել իմ ընկերը կամ իմ հարազատը, ով որ է ինքը, այսինքն այդ սերը չի վերանում։ Եվ դա մեր ինչպես է որ իմ հարազատը գնում է օտար երկիր, ասենք կարոտում ես, չէ, աղոթում ես իր համար, որ անփորձանք լինի եւ այլն։ Հիմա նույնը մեր ննջեցյալների բարակային։ Դա մեր սիրո դրսևորումն է իր նկատմամբ։ Սիրուն բան եք ասում, ասենք փաստորեն սիրո մեծագույն ու լավագույն դրսևորումն է աղոթքը։ Իհարկե։ Կոպիտ ասած, դու զանգում ես մարդուց տեղեկանում ես իր որպիսության մասին, իսկ հանգուցյալի պարագային դու ուղղակի տալիս ես սերը։